հունվարի 1-ին հաշվապահների համար շրջանառության հարկի դյուրիքաչափը 5%-ից դարձավ 10%։ Ճիշտ է, վկայակոչվում է, որ մի շարք ծախսեր փաստաթղթավորելով հնարավոր է ավելի ցածր դյուրիքաչափով հարկ վճարել, բայց հաշվի առնելով հաշվապահական ծառայությունների առանձնահատկությունները, որտեղ հիմնական ձեռքբերումները ինչ է, աշխատուժն է, աշխատավարձ է վճարվում, ինչ-որ հավելյալ նոր ծախսեր, որոնք կարելի է փաստաթղթավորել, շրջանառության հարկը ավելի նվազ դյուրիքաչափով վճարել, չի ստացվում, այնպես ինչպես նախատեսվում է օրենսգրքում, եւ դրա պատճառով ստացվում է, որ հաշվապահական ընկերությունների բեռը բարձրացավ։ Բնականաբար ստիպված եղան վերանայել գները։ Հիմա հուլիսի 1-ից ինչ ենք ասում, որ հաշվապահական ծառայություններ մատուցողները պիտի վճարեն 20% ավելացված արժեքի հարկ ու նաեւ պիտի վճարեն շահութահարկ։ Հաշվապահների վրա հավելյալ բեռ է առաջանալու եւ առավել նպաստավոր պայմաններ է ստեղծվելու ստվերում գործող հաշվապահների համար, ովքեր բնականաբար նախկինում չէին վճարում շրջանառության հարկ, հիմա էլ չեն վճարելու ավելացված արժեքի հարկ եւ կարողանալու են առավել մրցակցային գին առաջարկել, բնականաբար տնտեսվարողներն էլ գնալու են ստվերում գործող հաշվապահների ծառայություններից օգտվելու։ Մեր խնդրանք եւ առաջարկն է այն, որ եթե գոնե թե այդ նոր օրենքի փոփոխությունը պետք է ընդունվի, մենք առաջարկում եւ խնդրում ենք, որպեսզի այդ ամենը կատարվի երկարատև քննարկումների արդյունքում, եթե այդ նոր օրենքի փոփոխությունը չի դիտարկվում այն տեսանկյունից, որ չեղարկվի, գոնե թե երկարաձգվի մինչև 26 թվականի հունվարի 1-ը, որովհետև մինչ այդ երկար ժամանակ կունենանք քննարկումների, համապատասխան շերտերի հետ, եւ բացի այդ, եթե նույնիսկ այդ օրենքը ընդունվի, ավելացված արժեքի հարկը լինի տարբերակված կամ այլ տոկոսադրույքով կամ ազատված։ Ոչ մի հարց չեն լուծել, ուղղակի 6 ամիս ժամկետ են տվել, որպեսզի գույքագրենք, բայց գույքագրումը ինքը իրանով շատ բարդ գործողություն է, որը հասանելի չի մեզ համար, նաև 10%-ով հիմա հարկերը վճարում ենք եւ ընդեղ մեզ իբր աջակցություն նվազեցում են անում, այդ կարող եմ կանչել բացատրեն, որ ոչ մի նվազեցում չկա, ոչ մի օգուտ չկա, շատ բարձր հարկերով հարկվում ենք եւ նաեւ վտանգված ենք ու նաեւ տեսնում ենք, որ ինչպիսի հարձակումներ է լինում ԱԶ-ների վրա, խանութների վրա։ Ուրեմն ինքը ասում է գրեք ձեր ամբողջ ապրանքը, գույքագրեք, այդ ամեն ինչը ինչ ունեք, սա որը դոկումենտով կլինի, որը առանց դոկումենտա 10%, որը դոկումենտը կնվազեցվի կիջնի 1%, նախ 1% չի իջնում, 1% լինում է միայն մեր ներդրած գումարը։ Նրանից հետո անկախ ամեն ինչից մեր եկամուտները, որ դրանից մուծում ենք տեղի հարկ, աշխատավարձ կամ ինչ-որ բաներ, դրանք գնում են մեր եկամտից։ Գույքագրման դեպքում, իրանց այս օրենքի դեպքում մինիմալ այդ որ դոկումենտով 3.5% կանգնելու է, բնականաբար 3.5% կանգնելու է ու եթե դոկումենտ չունես, այլ նրանից հետո, հունիսի 1-ից հետո, եթե դոկումենտ չունես, ինքը մտնելու է ստուգման եւ 20%, ապրանքը գնահատելու է ինքը ոչ թե դու 20% հարկա դնելու, եթե տարվա մեջ երկրորդը եղավ, ապրանքի 50%-ը։